Օրերս ձերբակալված, ապա 2 ամսով կալանավորված Արգամ Աբրահամյանը մեղքը չի ընդունում։ Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին, ով նաև Գագիկ Ծառուկյանի փեսան է, մեղադրվում է սպանություն պատվիրելու համար։ Նշել է օրական այդ աբսուրդ մեղադրանքը եւ որևէ հանցագործություն չի կատարել։ Քննչականը շաբաթ առավոտյան հրապարակեց մոտ 1 րոպեանոց մի տեսանյութ, որում դիմակավորված ԱԱԾ-ականները ներխուժում են նախկին падգամավորի առանձնատուն, նրան տապալում գետնին ձերբակալում։ Հետո քննչականը մի հաղորդագրություն հրապարակեց, հասնելով մինչև կալանավորված Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդի դստերը, որն Արգամ Աբրահամյանի կինն է։ Փաստաբան Երեմ Սարգսյանը հարցնում է, որն է այս հրապարակման հանրային շահը։ Այդ տվյալները, երբ որ օրենքը թույլ է տալիս, որ իրապահ մարմինները ստանան, թույլ է տալիս, որ քննության համար ստանան։ Քննության տեսանկյունից իրենք ամեն ինչ կարող են ստանալ, կարող են ամենամեղ անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություններ ստանալ, բայց երբևէ օրենքը թույլ չի տալիս դա հրապարակել, որովհետև դա ոչ մի հանրային շահ իրենից չի ներկայացնում, ոչ մի ողջամիտ պատճառաբանություն չունի, թե ինչի համար են պետք է տվյալների հրապարակումը։ Իրավապահները շատ ուղիղ էին գրել, թե Արգամ Աբրահամյանը սպանությունը պատվիրելով վրեժխնդիր է եղել կրոնական կազմակերպություններից մեկի հոգևոր հովիվից կասկածներ ունենալով նրա եւ կնոջ անձնական փոխհարաբերությունների առնչությամբ։ Փաստաբանը պնդում է, սպանությունը պատվիրելու դրվագը ընդհանրապես վարկած է, բայց իրավապահներն այն հրապարակեցին ողջ մանրամասներով։ Եվ այդ ընթացքում աշխատակիցներից մեկը ծունկը գտնում է գլխին եւ այդ երկով պահում է։ Այն դեպքում որևէ տեսակի շարժում չի կատարում, այսինքն որևէ բան չի կարող կատարել։ Իրավապահները դեռ 2023 թվականին էին հաղորդել Երևանում տեղի ունեցած հրազենով սպանության մասին, կալանավորել էին Աբրահամյանի անվտանգության աշխատակից Գեգամ Հակոբյանին, գործը 2024 թվականին ուղարկել դատարան, որն էլ այժմ քննում է այն։ Դատալեքսում հրապարակված գործում, սակայն Արգամ Աբրահամյանի անունը չկա։ Կոնկրետ Գեգամ Հակոբյանի մասով առանձին որպես իր կողմից կատարված սպանություն, առանց որևէ մեկի պատվերի եւ այլ, այնտեղ որոշակի արտահայտություններ կան, որը ես չեմ կարող իմ անդրադառնալ, այդ հիմքով ուղարկել են դատարան։ Երեմ Սարգսյանի խոսքով քննիչները դեռ 2023 թվականին են քննել կրտսեր Աբրահամյանի մասնակցությունը կրոնական կազմակերպության անդամի սպանության մեջ ու նրա մեղքն այդպես էլ չի հաստատվել։ 3 տարի անց ինչ նոր հանգամանքներ են ի հայտ եկել, որ հանգեցրին Արգամ Աբրահամյանի դեմ մեղադրանքին, փաստաբանին չեն հայտնել։ Սպանության համար մեղադրյալ Գեգամ Հակոբյանի փաստաբան Սմբատ Մինասյանն էլ ազատությանը փոխանցեց, իր պաշտպանյալն էլ մեղադրանքը չի ընդունում։ Այս գործը գիտեք ինչի մասին, վարկածների մասին է։ Ցավալին է, որ այդ մարդը մահացել է, բայց իրականությունը այն է, որ մեր պաշտպանը առհասարակ կապ չունի դրանից։ Ոչ վկա կա, ոչ տեսանյութ կա, ոչ մի բան 3 տարի է համարյա քննությունա գնում, ոչ մի ապացույց գոյություն չունի։ Ինչու իրավապահներն Արգամ Աբրահամյանի մասին հիշեցին սպանությունից 3 տարի անց տնտեսական հանցագործությունների մեղադրանքով աներոջ կալանավորումից հետո, քննչականը չի մանրամասնում, ազատությունը գրավոր հարցում է ուղարկել։ Ճգնաժամում են հայտնվել մեր իրավապահ մարմինները, նկատում եմ նաև վերահսկող դատախազությունը, որ կարող են այսպիսի մի հայտարարություն տարածել մարդկանց, ընտանիքին, աղջկան նսեմացնելու, վարկաբեկելու, գիտեք, սա իրավական, ես կանվանեի իրավական այլասեռություն։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի գնահատմամբ նախաքննական գաղտնիքը նեղ անձնական մանրամասներով հրապարակելը ուղղված է հենց կալանավորված Գագիկ Ծառուկյանին, ով վարչապետի թիրախում հայտնվեց ընտրությունների շրջանում։ Հորը փակել եք, ունեցվածքը խլում եք, լավ, ինչ եք ուզում այս մարդու ընտանիքից։ Իրավապաշտպանը, որ վերջին տարիներին հաճախ է քննադատում իրավապահներին խտրական մոտեցման համար, այս հաղորդագրությունը համարում է բարոյական նորմերից դուրս։ Եվ սա գիտեք, հանրության վրա ինչ ազդեցություն է թողել։ Ինչպես կարող ենք մենք ապրել այս անբարո մթնոլորտում։ Մեկ ամիս էլ չի անցել, ինչ հանրությանը ցուցադրեցին գոնե տեսանյութերում իրավապահներին չընդդիմացող Գագիկ Ծառուկյանին գետնին տապալելու ու ձերբակալելու կադրերը, հիմա էլ փեսան, ասում է իրավապաշտպանը։ Նիկոլ Փաշինյանը ուզում է, որ հանրությունը շարունակ զգա բռնությունը իր գլխին։ Այն որ ասում է կբոմժացնեմ, կկզացնեմ, մի խոսքով, այդ իրականություն է դարձնում իրոք։ Ապօրինություն, ամբողջ ընթացքում դու չես տեսնում մի հատ օրինական աշխատանք։ Մարդը հայտարարում է, հաջորդ օրը իրավապահ մարմինները լցվում են գործի։ Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն էլ ուշադրություն է դարձնում քննչականի տարածած կադրերին, ինչու են տապալում չզինված, իր տանը հանգիստ նստած մարդուն հարցնում է։
Եթե մինչև 2018 թվականը մենք խոսում էինք այն մասին, որ չկա արդարադատություն, որ արդարադատությունը ենթարկա է իշխանական թելադրանքներին, նույն բանը կա նաև այսօր, շարունակվում է այսօր, բայց մեկ նրբերանգ է ավելացել։ Արդարադատություն կոչվածը վերածվել է հաշվեհարդարի։ Ինչը նախկինում նույնպես գուցե կար, բայց դա ցուցադրական չէր։ Կանանց իրավունքների պաշտպան Զարուհի Հովհաննիսյանը դեղին մամուլի հետ է համեմատում քննչականին, որի հաղորդագրությունը թիրախավորել է կնոջը, վերջին շրջանում խոցելի դարձած նրա ընտանիքը։ Մեկ փոքր պարբերության մեջ մենք եւ տեսնում ենք անմեղության կանխավարկածի խախտում եւ անձնական ընտանեկան կյանքի գաղտնիության խախտում եւ տեսնում ենք կրոնական եւ համոզմունքի ազատության հետ կապված որոշակի թիրախավորումներ, որը հսկայական տարածք է բացում տարբեր տիպի բանվասանքների համար։ Մինչ իրավապաշտպաններն ու փաստաբանական թիմը խոսում են անմեղության կանխավարկածի, անձնական կյանքի գաղտնիության խախտումների եւ քաղաքական դրդապատճառների մասին, քննչական կոմիտեն դեռևս չի պարզաբանում, թե որն էր ընտանեկան կյանքի մանրամասներով հաղորդագրության հանրային շահն այն դեպքում, երբ այլ գործերով հրաժարվում են անգամ մեղադրանքը մանրամասնել։